Աննա Հակոբյանը գրառում է արել, որտեղ ինքը իր զորակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանի դստերն ու կնոջը, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի կանանց երեխան դստրերին, ինչն է հատկանշական, ըստ էության, այսինքն ինքը նույնացնում է Բաքվում եւ այստեղ պահվող մեր հայրենակիցներին, եւ սա ինչի դրսեւորում է։ Դժվարանում ասել միանգամից, ասենք դա ինչին դրսևորում է, գուցե նա ուզում ասի հերակա, այդպես ասած, տարբերակով, որ նա կանացիորեն հասկանում է ցաներ վիճակը, որի մեջ հայտնվել են Սամվել Կարապետյանի կանայք կամ Բակո Սահակյանի կանայք, գուցե, բայց չի բացառվում որ դա ևս նախընտրականի մի մաս է, Մարիամ ջան, համաձայն եք, գալիս ես նման կարգի հայտարարությամբ, չէ, ոնց որ տես սկսում ես… Սա ծաղրանք է, բայց ինչ-որտեղ ում շնորհիվ են ճակետներում այդ մարդիկ հայտնել Բաքվում և Հայաստանում։ Իհարկե դա ծաղրանք է, ոչ թե նման, այլ ծաղրանք է։ Ով է մեղավոր, որ այդ մարդիկ հայտնվել են բանտերում։ Տվյալ դեպքում նույնիսկ այդքան էլ կարևոր չի, որ մի բանտերում, Երևանյան թե Բաքվի։ Բաքվի բանտերում հայտնվածներին հանձնելը հենց այսօրվա իշխանությունը։ Հանձնելը, ծախելը։ Ես չեմ մոռանում Մարիամ ջան մի արտահայտություն Ռուբեն Վարդանյանի։ Հիշում եք։ Մեզ ոչ միայն դավաչանել են, մեզ ծախել են։ Ու այդ ծախողներից մեկը եղել էր ով։ Այո, Աննա Հակոբյան։ Ու հիմա զորած, ես չեմ հասկանում, ոնց է ինքը զորակցում, ինչպես է նա զորակցում, պայքարում է, որպեսզի նրանք դուրս գան բանտերից, հա, կարծում չի պայքարում, այնպես որ այդ ծաղրի դա ծաղրը, ոչ ծաղրի նման, ու դժվար է ծաղրացումներից սպասել ոչ ծաղր, ինչ-որ լուրջ նախաձեռնություն։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ նույնիսկ այդ ստոր քայլերին են դիմում, որպեսզի սիրաշահեն, ասենք թե նույն Սամվել Կարապետյանի կողմնակիցներին, կամ իրենց ուշադրությունը խլեն, ասենք, բևեռացնեն Աննա Հակոբյանի վրա, կենտրոնական ֆիգուր ուզում է դառնա Աննա Հակոբյանը, իբր թե նա շատ ավելի մարդկային է ու զորակցում է բանտարկյալների ընտանիքներին։ Չեմ կարող հավատալ, իմանալով նա ինչով է զբաղված, եղել և զբաղված է, ուրիշ բացատրություն չեմ տեսնում։ Մեկը դա նախընտրականի մասնիկը, երկրորդը դա մարդկանց վշտի վրա միավորներ վաստակելու ձգտում, որպեսզի բացասական համբավը այդ կնոջ մի քիչ բարելավվի, ուրիշ չեմ տեսնում, ճիշտ ասած։ Շնորհակալ